Բարլուս Հայաստան, բարլուս իմ հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, սիրելի հայ ազգ, միգուցե այսօրվա եթերը կլինի մի քիչ շատ երկար, բայց սա հրատապ եթեր է, քանի որ այն գործողությունները, ինչը կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, ինձ ստիպում է, որպեսզի ես այս ֆորմատով հանդես գամ։ Ինչի մասին է խոսքը, սիրելի բարեկամներ, Բերեք մի փոքր անդրադառնանք մի թոմ ստի ընդդիմությանը, ինչ է կատարվել, ոնց է կատարվել եւ ասենք բուն թեմային։ Ուրեմն ինչ է ասում ընդդիմությունը։ Այն ընդդիմությունը, որ մինչև ընտրություններ ասում էր ինչ Եվրոպա, ինչ բան, հա բարեկամական, հիմա ուղին է բռնել, այն ուղին, այն ճանապարհը, ինչը որ տանում է Նիկոլ Փաշինյանը։ Արի մի ասա, նույնը չեք, սրանից հետո ինչ կասեք։ Սիրելի բարեկամներ, տեսեք ինչ է կատարում, անգամ ԿՊԱ-կանները այսօր մեղադրում են մի թոմ ընդդիմությանը, բա դուք Եվրոպա չէիք ուզում, դուք չէիք սիրում եւ այլն եւ այլն։ Բերեք տեսնենք այս տեսահոլովակները, խնդրեմ։ Բազմիցս իշխանության կողմից անընդհատ խոսույթում հիշատակվում է եվրոպական արժեքներ, եվրոպական ինստիտուտների դերի կարևորում։ Միևնույն ժամանակ այդ ամեն ինչին զուգահեռաբար տեսնում ենք քաղաքական բռնաճնշումներ, սեփականության խլման process, քաղաքական բանտարկյալների թվի աճ։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ ընկալի իրականում եվրոպական արժեքները ինչի մասին է։ Տիկին Հովսեփյան, խնդրում եմ չխեղաթյուրել իմ տված հարցը։ Խոսքը չէր գնում բացարձակապես Եվրոպական միությանը անդամակցելուն, խոսքը գնում էր եվրոպական ինտեգրմանը, որին քիչ առաջ այդ ամբիոնից հայտարարեցիք, որ կողմ եք։ Այնինչ ձեր քաղաքական առաջնորդը հստակ ասում է, որ կատեգորիկ դեմ է։ Եվ եւս մեկ այլ հարց։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ձեր առաջնորդի որդին Ձեր առաջնորդի տուն հրավիրեց Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահին Էմանուել Մակրոնին։ Բնականաբար Մակրոնը չգնաց ձեր առաջնորդի տուն, ինչից հետո ձեր առաջնորդը արեց հայտարարություն, շատ ներողություն, որ ստիպված եմ այս դալիճում հնչեցնել այդ բառը, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոս արեց։ Հազար ներողություն այս բառի համար, բայց այդ բառի հեղինակը ես չեմ։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում այս բառամթերքով եք հարաբերվելու եվրոպացի մեր գործընկերների հետ։ Շնորհակալություն։ Կալուգայից Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի թիմը ազգային ժողովում ցանկանում են նախագահել Եվրոինտեգրման հանձնաժողովը։ Ստիպված եմ հիշեցնել, թե ինչ էր ասում իրենց առաջնորդը դեռևս 1 տարի առաջ։ Выражаем категорическое несогласие с выбранным действующими властями Армении курсом на евроинтеграцию. Հիմա ուզում եմ հասկանամ, այս մարդիկ ում են գժի տեղ դրել։ Մեզ թե ժողովրդին, երբ ասում են, որ ցանկանում են նախագահել Եվրոինտեգրման հանձնաժողովը։ Հիմա տեսակ ինչ է կատարվել, ոնց է կատարվել, Չախոյանը ինչպես է նսրմացնում մի թոմ ընդդիմությանը ուժեղ Հայաստանը եւ ասեմ, որ ոչ մի հանձնաժողովի ղեկավար ԿՊ-ն չթողեց, որպեսզի նրանք անցնեն։ Այսօր Տաշիր Սամոյի թիմում սուք է, նրա մարդիկ չընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում։ Այս մարդկանց չընտրելը լիովին համապատասխանում է առողջ բանականությանը, քանի որ ոչ արժանի էին այդ պաշտոններին, ոչ էլ կարող էին նորմալ կատարել իրենց պարտականությունները, քանի որ առաջնորդվում են ոչ թե պետական ու հասարակական շահով, այլ Տաշիր Սամոյի ուղիղ հրահանգներով, գրել է Նոր Հայաստան բլոգը։ Երևի ասում են Եվրոպայի մասին նրա համար, որպեսզի սրանք անցնեն հանձնաժողովի նախագահ։ Բա հիմա Նարեկ Կարապետյան, բա հիմա ոնց եք պայքարելու։ Դուք անգամ ընդեղ եք պարտվում Նարեկ Կարապետյան։ Սիրելի բարեկամներ, անգամ այն Արայիկն է կարծեմ նախկին աշխատակազմի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը անգամ ձեռ առնում։ 1000 անգամ ասեցի, ասի մի խոսացեք այդ կոմբայնի մասին։ Առել եք, լավ եք արել, չէ առավոտից իրիկուն կոմբայն։ Հիմա որպեսի չասեն դա լկտի սուտ է, տեսնենք ինչ ասում Արայիկ Հարությունյան կարծեմ, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի փոխխոսնակ։ Ճիշտն ասած, այս հարցը պատասխանի ժամանակ ամենաքիչն էի սպասում, որ էլի կոմբայն են հիշելու։ Բայց Ինչ ասես սրանց։ Տղա ջան, եթե չեք կարում, ինչի եք սաղ խառնում, ինչի եք խանգարում իրոք ընդդիմությանը, որոնք որ կջախջախ էին ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանին։
Ձեր այդ կեղծ դոլարները վեգալեցիք, սաղ փչացրեցիք։ Էլի մենք էլ մեր կողմից ինչով ուզեցաք, ոնց ուզեցաք, օգնեցինք, որ մի ձևի բան անեք, բայց վերջում խնդրեցինք, աղաչեցինք, ասեցինք, պետք է գեներացնել փողոցը, մի վերցրեք մանդատները։ Նարեկ ինչ էիր ասում, մենք տեսեք ինչ ենք անելու, ինչ եք անելու։ Ես ձեզ ասում էի, ազգային ժողովը տեղափոխեք ձեր կրկեսը, որը որ հոպարատ առել է։ Այնտեղ տեղափոխեք։ Հիմա տեսեք, լավ է, այս կամ բանը էլի մի քիչ հասկանում է Սամվել Կարապետյանը, եւ Սամվել Կարապետյանը ասում է հետևելը, դուք ուղղակի Նարեկին ճիշտ չեք հասկանում։ Արի Սերժ մի ասա իրոք Սամվել Կարապետյան, որպեսզի չասեն լկտի սուտա, տեսնենք ինչ է ասե Սամվել Կարապետյանը, խնդրեմ։ Ճիշտ չեք հասկանում Նարեկին, ոչ թե տրիպը հիմա, եթե մենք թողենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք ասում ենք, որ այդպես չի լինի, դա կլինի ճանապարհ, ընդամենը դրա մասին է խոսքը։ Մենք խանգարելու ենք իրենց միջանցքին։ Մենք ճիշտ ենք հասկացել։ Ես ձեզ ասում եմ, ազգին հիմարի տեղ մի դիր Սամվել Կարապետյան։ Вообще ուժեղներ, Հայաստան դաշինք, դաշնակ, մաշնակ, մի դրեք ազգին հիմարի տեղ։ Ազգին դնելով հիմարի տեղ դուք ամրապնդում եք Նիկոլ Փաշինյանի դավաճանական կառավարության աթոռը։ Էս էլ հասկացանք, սիրելի հայրենակիցներ, հիմա տեսեք, Աննա Հակոբյանը հրավիրում է կանանց, թե Հայաստան դաշինքից, թե ուժեղ դաշինքից, կանանց, որպեսզի բռնության հարցի շուրջ քննադատումներ գնան։ Մարդը այնտեղ է հրավիրում 3 նախագահներին դեբատների, բանավեճի, նրանք այնտեղ են ասում, բամեզ լավ եղա էտակ Նիկոլ հետ խոսանք, վախենալով չեն գնում, ես ուրիշ ձև դա չեմ կարա մեկնաբանը, անգամ սրանք Նիկոլի կնդանից են վախում։ Աննա Գրիգորյան, Նարեկ Կարապետյան, այն մի հատ գրագետ արցախցի աղջիկ ունեք, համարցակ, դուխով բառը չեմ ասում, ուղարկի թող տանեն, ցես դեմ տան Աննային ասեն, գնա մարդուտ ասա, որ ազգնա բռնաբության ենթարկված, ոչ թե կինը հայ ընտանիքում։ Ես խիեք ու խոդելում, վախենում եք, թե ծրագրված է այս ամենը, որպեսզի չասեն լկտի սուտ է, խնդրեմ սիրելի բարեկամներ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրել է միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին։ Այդ պատճառով հանդիպման առաջարկ է արել ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցության ղեկավարներին, սակայն Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը մերժել են այն։ Բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված ընտանիքի մոդելով։ Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է, ասել է Աննա Հակոբյանը։ Ումից եք վախում, ինչից եք վախում, երկիրը կործանվում է արդեն, պրծել է երկիր չկա, ինչ եք անում մտե նստած վեր ընկած տեղերը, տարա։ Սիրելի բարեկամներ, հիմա ամենաբուն թեմային, ինչի համար, որ այսօր այս կան ես ոգևորված եմ։ Եկեք ընդամենը մի հատ պատմական էքսկուրս անենք Չարաբաստիկ վարչապետի վերաբերյալ, ինչ է ասե, երբ է ասե, ինչի համար է ասե, ոնց է ասե, ամեն ինչ ասեմ եւ հետո ես կարձագանքեմ, դուք կմեկնաբանեք, ճիշտ եմ մտածում, թե սխալ եմ մտածում։ Խնդրեմ, Նիկոլ Փաշինյան собственной персоной, առանց ծափարությունների, ծափարությունները կլինեն այն ժամանակ, երբ որ նա կկանգնի ժողովրդական դատարանի առաջ, ինչպես ազգի դավաճան, իրեն կառավարության հետ, չենք մոռանում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրաց այդ խունտան, ближайшее окружение, կասեր ռուսը։ Խնդրեմ սիրելի բարեկամներ, պատկերացնում եք, փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել,
Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։ Իրանք իրանց հետ են շփոթում։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Բախի 2019-ին ասիր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Շատ տրիվիալ պատասխան կա։ Որտեւ հայրենասեր էի, որովհետեւ համայն հայության պատասխանատուն էի, որովհետեւ այո Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչները գալիս էին, ինձ էլ ասում են, որ ամենայն հայոց, գուցե այդ բառերով չէ, բայց բոլոր հայերի վարչապետն եք։ Քարտեզի վրա որ անկլավ նկարած է, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի, թե իրավական հիմք չունի։ Թե դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է եւ երկու, ասենք, կոլխոզների որոշում, որ մենք, ասենք, այս մի կոլխոզը, այս մի տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին եւ այլն եւ այլն։ Դա իրավական հիմք ունի, թե չունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Ուսում եմ ուզում, որ անեք, պարոն Փաշինյան, դուք անկլավների մասին խոսեցիք։ Հայաստանի տարածքային ամբողջականության 29.8000 քառակուսի կիլոմետրում Տիգրանաշենը եւ Տավուշի 6 գյուղերը ներառված են, թե ոչ։ Ոչ։ Քյարքին Հայաստանի տարածք չի։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Դուք կկորցնեք Հայաստանի անկախությունը, դուք կկորցնեք Ղարաբաղը, վաղը հակառակորդը նորից կկանգնի ձեր օդանավակայանի վրա, խնդրեմ ձեր ձեռքներ, եթե ուզում եք այդ ճակատագիրը, դուք կարող եք ընտրել այդ ճակատագիրը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Վերջին 3 տասնամյակի ամենահացավոտ լուրը։ Արցախի հանրապետությունը լուծարվում է։ Հունվարի 1-ից այն կդադարի գոյություն ունենալ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Քյարքին Հայաստանի տարածք չի։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածք, Քյարքին Հայաստանի տարածք չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստա, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածք է։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա մեր ընկալումը ինչ է, որ այս հարցը կա, այս հարցը պետք է լուծվի, թե չպետք է լուծվի։ Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Դա անցյալ եւ փակված էջ է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ շատ ծանր, դժվար որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։ Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ ձեր դիմաց կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։ Չլինելիության թակարդից։ Եվ ես հպարտ եմ նրա համար։ Ընդ որում էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Ես առաջիկայում ելույթում էլ կանդրադառնամ, մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում ենք տվել։
Այստեղ թոշակները ցածր ա եղել, այնտեղ բարձր ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս հələ այն հատվածն է, որը երևում է նաեւ փաստաթղթերով եւ այլնով։ Բաներ կա, որոնց մասին չենք խոսում։ Քարոզարշավին էլ եմ այո անդրադարձել շատ էմոցիոնալ ձևերով, բայց բովանդակային առումով ճշգրիտ։ Այդ հարցը կարելի է ամեն 5 շաբթի տալ, ես դեմ չեմ իմիջայլոց, որովհետև նորանոր շերտեր կբացվի։ Ադրբեջանում էլ կա իրավիճակներ, որ եթե ճշգրիտ կանոնով իրականացնենք սահմանազատումը, առնվազն մի քանի բնակավայրեր ընդհանրապես ճանապարհից զրկվում են։ Այսինքն ընենք չի, մենք մեր կողմից ենք նա, մեզ թվում է, որ մենք այդ խնդիրը մենակ մենք ունենք, բայց այդ խնդիրը միայն մենք չունենք։ Եվ քանի որ խաղաղություն է հաստատված, այդ հարցերը բոլորը պետք է լուծվեն խաղաղության տրամաբանության մեջ։ Այն հաշվառումով, որ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքը ֆիքսվի։ Ադրբեջանի տարածքը, եթե ուշադրություն եք դարձրել, ես չեմ ասում, Հայաստանի տարածքը այսքան պետք է լինի, Ադրբեջանի տարածքը այսքան պետք է լինի։ Էդ էլ որպեսզի դավադրապաշտություն չառաջանա, ասեմ ես ինչի Ադրբեջանի տարածքի թիվը չեմ ասում, որովհետև խորհրդային միության ժամանակներից մինչև հիմա Ադրբեջանի տարածքը փոխվում է կապված Կասպից ծովի մակարդակով, որովհետև բարձրանում է Ադրբեջանի տարածքը քչանում է, իջնում է Ադրբեջանի տարածքը շատանում է։ Դրա համար ես 1-2 անգամ օգտագործել եմ, հետո հասկացել եմ, որ դա բան է, ճիշտ մեթոդաբանություն չի, որովհետև կարա այդ թվերի տարբերությունից մի անգամ այսքան ասեմ, մի անգամ այնքան ասեմ, կարա ինչ մեկնաբանության դաշտ ասես բացվի։ Դրա համար մանավանդ որ դրա համար ես ֆիքսում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Ոնց էլ անենք սահմանազատումը։ Հայաստանի տարածքը պետք է լինելու է եւ է 29743 քառակուսի կիլոմետր։ Շնորհակալ եմ։ Մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բա ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Եվ այսինքն ոչ մի տեղ համարագրված չի, որ պետությունը ունի պարտա, իրանց շենքն է, իրանք ապրում են այդտեղ եւ այլն եւ այդպես շարունակ։ Չմնան փողոց 7 միլիոն դրամով մնում են փողոցում։ Ես էլի ասում եմ, եկեք արձանագրենք, մենք իհարկե իրադրությանը կծանոթանանք, թե ինչն է հարցը, բայց եկեք արձանագրենք, որ պետությունը չունի ոչ մի պարտավորություն։ Եվ այնպես չի, որ պետությունը ով որ տուն չունի, իրանց փող է տալիս, որ իրանք տուն առնեն, եւ չկա այդպիսի ռեժիմ։ Սա մեր խնդիրներից մեկն է, որ երբ որ մենք ասենք մարդիկ գալիս են, լսում ենք իրանց, ուզում ենք ինչ-որ բանով օգնենք, հետո պարզվում է, որ քիչ ենք օգնում, հետո կրկնապատկում ենք, հետո ասում են էլի քիչ է, հետո եռապատկում են, հետո ասում են էլի քիչ է։ Բայց դա մոտեցում միշտ չի, որ այդ մոտեցումը արդարացված է։ Ես հիմա ձեր ասած դեպքի մանրամասները չգիտեմ, կիմանամ ինչի մասին է խոսքը, ենթադրում եմ ինչ-որ դիմում նամանք գրում են, բայց էլի եմ ասում, որ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի եւ այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Այդ քարտեզի վրա որ անկլավ նկարած է, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի, թե իրավական հիմք չունի։ Անկլավների թեմայի հետ կապված։ Քարքին Հայաստանի տարածք չի։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Քարքին Հայաստանի տարածք չի։ Կարեն Կարապետյան նովա, Սերժ Սարգսյան նովա, որ ինձ իշխանություն տան կամ չտան։ Իմ եղբայրը ամեն ինչ արել է, իր ամբողջ ունեցվածքը այն ժամանակ նվիրել է բարեգործության։ Իմ եղբայրը մի մարզում միայնակ ավելի շատ ձայն է հավաքել, քան իրենց ամբողջ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ։ Ադրբեջանում ում են համարում թշնամի, ում դաշնակից։ Ինտերնետային հարցման արդյունքները հետևյալն են. Ռուսաստան 63%, Հայաստան 60%, Իրան 53%, իսկ Ֆրանսիան 41%։
Իսկ ահա գլխավոր դաշնակիցներն են Թուրքիան 88%, Պակիստան 62%, Իսրայել 48%, Ուզբեկստան 35%։ Ռուսաստանի առաջին տեղը թշնամիների ցանկում վկայում է այն մասին, որ Բաքուն հաջողությամբ ձևավորել է նոր պատմություն Արցախյան պատերազմից եւ Արցախի բռնազավթումից հետո, Մոսկվային ներկայացնելու որպես խոչընդոտ, որը խանգարում է տարածաշրջանային հաղթանակի վերջնական ամրապնդմանը եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Միաժամանակ Թուրքիայի գրեթե միանձնի անկալումը որպես գլխավոր դաշնակից եւ Պակիստանի ու Իսրայելի բարձր ցուցանիշները ցույց են տալիս, որ հանրությունը արդեն ընդունել է նոր առանցքը թուրք-պակիստանյան իսրայելական եռանկյունին, որը փոխարինում է հին հետխորհրդային կախվածություններին։ Իրանի երրորդ տեղը թշնամիների շարքում արտացոլում է ոչ միայն սահմանային լարվածությունը, այլև վախը շիայական ազդեցությունից եւ տարանցիկ ուղիների նկատմամբ Թեհրանի հնարավոր ճնշումից։ Ֆրանսիայի ներկայությունը ցանկում ավելի շատ խորհրդանշական է եւ ուղղված է արևմտյան քննադատության դեմ հանրային զայրույթի կուտակմանը։ Ամենասուր հակասությունը մնում է այն, որ հանրությունը կարող է Ռուսաստանին համարել գլխավոր թշնամի, բայց պետական բյուջեն եւ էներգետիկ հոսքերը դեռևս կախված են հենց նրանից։ Խորհրդարանի քննարկումներին զուգահեռ քաղաքական սուր հայտարարություններ էին հնչում նաև կառավարության նիստում։ Փաշինյանը խոսել է Հայաստանի պատմության նոր փուլի իր բնորոշմամբ 4-րդ հանրապետության մեկնարկի մասին եւ անդրադարձել այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Առանձին ուշադրության է արժանացել Տիգրանաշենի մասին նրա ձևակերպումը։ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունները ռեպորտաժում։ Քաղաքական սուր հայտարարությունների ժամեր էին կառավարության շենքում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ներկայացնել որպես Հայաստանի 4-րդ հանրապետության հիմնադիր։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո Փաշինյանը հայտարարում է Հայաստանի պատմության նոր փուլի մեկնարկի մասին։ Նրա խոսքով ընտրությունում հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որն այժմ դարձել է պետության պաշտոնական գաղափարախոսությունը։ Հայաստանի հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Բայց 4-րդ հանրապետության նոր քարտեզում մեկ այլ վիճահարույց կետ կա՝ Տիգրանաշենը։ 4-րդ հանրապետության մասին խոսելիս, սակայն օրակարգում են մնում տարածքային հարցերը։ Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ անկլավներին եւ հայտարարեց, որ Քյարքին Հայաստանի տարածքը չէ։ Միաժամանակ նշեց, որ Տիգրանաշենի հետագա կարգավիճակի վերաբերյալ այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Արծվաշենը Հայաստանի տարածքը։ Քյարքին Հայաստանի տարածքը չէ։ Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի։ Յուխարի ասկիպարան Հայաստանի տարածք չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Վանաձորում եւ Գյումրիում տապալված ծրագրի գործով Եվրամիությունը պահանջում է ետ վերադարձնել տրամադրված գումարները։ Միլիոնավոր եվրոների յուրացման գործով կան մեղադրյալներ։ Վանաձորում եւ Գյումրիում տապալվել է Եվրամիության 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը։ Պարզվել է, որ խոստացված եվրոպական տեխնիկայի փոխարեն մատակարարվել են չինական ավտոբուսներ, իսկ համայնքներին հասցված ընդհանուր վնասը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո։ Խոշոր չափերի յուրացման եւ փողերի լվացման այս գործով արդեն ձերբակալվել է ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալիա Լափաուրին։ Այժմ Եվրամիությունը պահանջում է ետ վերադարձնել տրամադրված գումարը։ Ալլահ ակբար։ Ալլահ։ Համայրա փոխենք լեզուներս բան չի մնացել։ Իշխանությունների լեզուն ես խոսում։ Բարև ձեզ հարգելի մարտական ընկերներ, հայ ժողովուրդ։ Ուրեմն այսօր ինչա կատարվել, մենք նախ պետք է Ես չեմ ասել հորս արև, ես ասեմ հոս արև։ Տեսակ, այդ ինչ որ ասելա, ինչ չի ասել, դա մի քիչ անհետաքրքիր էպիզոդ է, սիրելի բարեկամներ։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը գցեց գրպանը, Տիգրանաշենը եւ անկլավները, մի տոմ անկլավները, դրանք բոլորը հայկական հողեր են, ոչ մի անկլավ, Նիկոլ, ոչ մի անկլավ, դրանք հայկական հայրի արյունով սնված հողեր են, Նիկոլ Փաշինյան, հիշի դա, եւ հանգար չփորձվես ազգը տանես քաղաքացիական պատերազմի, չփորձես Նիկոլ, ժողովրդի այրան մեջ կխեղդվես Նիկոլ, ես քեզ զգուշացնում եմ, Արտուր Ֆարմանյան, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, չփորձեք ազգին տանեք բախումների իրար մեջ։ Հիմա տեսեք, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը անգամ չի անվանում Տիգրանաշենը իր անունով, այդ իրաց զիբիլ թշնամի կեղտոտ լեզվով, քերքի, մերքի եւ այլն անգամ չեմ ուզում շեշտել։ Հիմա նայեք ինչ անում։
Ինքը դա տալիս է ու ասում է, ես էդի ասել եմ, ժողովուրդը ինձ ընտրել է։ Հասկանում եք, ընտրողներ Նիկոլի բոլորը պատասխան եք տալու։ Ինչ հաճախ հարց եք տալի, թե 37 թվին գնդակարվել են մարդիկ։ Այո, գնդակարվել են մարդիկ։ Այսեցներն են գնդակահարվել 1936-37 թվականներին։ Բա ինչ պետք է անեին։ Եվ դրանց սաթարողներն են գնդակարվել, նիկոլականներ։ Աստված կանչեք, մենք չգանք իշխանության։ Բոլորի ցուցակներով հանելու են ջրի երես, որպես ազգի դավաճան։ Տեսեք ինչ եմ ասում, որ չընտրեք ինձի, բայց եթե ընտրեցիք, 37 թիվը ձեր համար հեքիաթ է թվալու։ Դավաճան հայվաններ։ Հիմա տեսեք, սիրելի բարեկամներ, Վելիկա Արմենիայի Արսենը, հայտնի լրագրող, բլոգեր, երկու անգամ տեսագրություն արեց։ Վերջի տեսագրությունից հետո Տիգրանաշենի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը անում այս հայտարարությունը։ Արսենը իրան ճղում է, գոչում է, ինչ անում է, լսող չկա, արձագանքող չկա։ Հիմա նայեք, այստեղ Տիգրանաշենն է, ստեղ ակուպացված ջերնուկն է։ Երկու տեղներ սրանք ռազմաբազաները դնում են եւ Հայաստանը մեջտեղից կտրում են։ Հայաստանը երկու մասի է բաժանվում։ Այս կողմից գնացողներին չեն թողնելու, անգամ կարող է պատահի պրովոկացիաներ լինեն, իսկ այն կողմից ասեն հանգիստ անցեք։ Եվ Սյունիքը, եւ այդ սաղ տարածքները Նիկոլ Փաշինյանը հանձնում է։ Այս մարդը կատարում է իրեն ծրագիրը։ Սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ասում եմ, որպեսզի դուք հասկանաք, հիշում եք թուրքերը ասում են, թող հայերը բացեն իրենց արխիվները։ Սա պատրաստված օպերացիա է, հայերը չունեն այդ արխիվները, քանի որ այն ժամանակ մեր հայկական հողերը եղել են Օսմանյան կայսերության տակ։ Ականչում են, կանչում են կարի Բարիգների տիղձը կատարվի Այդ արխիվնի դոկումենտները ունեն առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ ով են ունեցել։ Ունեցել են անգլիացիք, անգլոսաքսերը, ունեցել են գերմանացիք եւ ամերիկացիք։ Սրանք բացել են իրաց արխիվները։ Հիմա խոդը թուրքերինն է, թուրքերը չեն ասել թող հայերը բացեն, հայերը որտից բացեն, այ յետիմանտերներ։ Սրանք է ձեն չեն անում։ Հիմա սիրելի բարեկամներ, որ սրանք մասնատեցին Հայաստանը, հերթը գալու է Իրիվանին, սիրելի Սփյուռք, սիրելի հայություն, ուշքի եկեք մոռացեք ձեր սեփական ամբիցիաները։ Ես պատրաստ եմ իմ սեփական գաղափարախոսությունը դնեմ կողքի, գնամ ազգային գաղափարախոսության հետևից։ Ինքը անգամ Նիկոլ Փաշինյանը անգամ Գագիկ Ծառուկյանին մեջ բերելով նա տեսեք ուր է խփում, ասում որպեսզի այս ամեն ինչը լինի, պետք է փոխենք սահմանադրությունը, որպեսզի չասեն լկտիս ուտա, խնդրեմ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ գնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը պետք է լուծվի։ Եվ այդ ֆունդամենտալ խնդրեմը առանց համադրական փոփոխությունների հնարավոր չի լինելու լուծել, առանց նոր համադրության ընդունման հնարավոր չի լուծվել։ Տեսակ, Նիկոլն ասում, ես չեմ ասում։ Համադրության փոփոխությունը եղավ Հայաստանի վերջը անխուսափելի է։ Անխուսափելի է։ Սիրելի հայազգ, դիմում եմ Սփյուռքին, քույրեր եւ եղբայրներ։ Եթե հիշում եք խորհրդային միության ժամանակ կար պլակատ հայրենական մեծ պատերազմի Ռոդինա Մադզավյոտ։ Նույն ձևի պլակատից սարքել է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը։ Խնդրեմ այս երկու նկարը։
բառերը գրած են բառից բուն իմաստով։ Ես խնդրում եմ ձեզ, աշխարհի հայություն, պատրաստ եղեք, X պահին, X ժամին դուք պետք եք մայր հայրենիքին։ Տեսնենք ինչ է անելու հետագայում Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի հայ ազգ, այս մարդիկ հանձնում են Հայաստանի Հանրապետությունը։ Այս մարդիկ դավաճան իշխանություն են։ Իրենք ամեն ինչ ուզում են անել, որ պրովոկացիա լինի, դրա համար Նիկոլը գոռում է, հեղափոխություն արեք, որպեսզի ջարդեն ժողովրդին եւ վերջնական դնեն հայկական հարցի վերջակետը։ Սիրելի հայ ազգ, զարթնիր, իրական ընդդիմություն, ուշքի եկեք, սեփական գաղափարախոսությունը դնում ենք կողքի, միանբանվում ենք ազգային գաղափարախոսության շուրջ։ Ջրականը հանձնեցին, փախան, չկռվեցին։ Արդեն 5 տարի այսպիսի արտահայտություններ ենք լսում, սակայն ձեզանից քչերդ գիտեք, որ հենց ջրականի 9-րդ պաշտպանական շրջանն է հակառակորդին հերոսական դիմադրություն ցույց տվել, չնայած նրա 5 անգամ ավել գերազանցող ուժերին։ Հենց հիմա միասին բացում ենք Google Earth քարտեզը, մոտենում ջրականի լելեթեփե բարձրունքին, տարեթիվը փոխում հոկտեմբերի 3-ը 2020 թվական եւ ուշադիր զննում Արբանյակից արված այս լուսանկարները, որտեղ ադրբեջանական զրահատեխնիկան փորձում է ճեղքել մեր պաշտպանությունն օգտագործելով T-72, T-80, T-90 տանկեր, BMP-2, BMP-3 հետևակի մարտական մեքենաներ, ուկրաինական BTR-3 զրահափոխադրիչներ, ուզբեկական Aksum Max զրահամեքենաներ, կանադական Inca Sentry զրահափոխադրիչներ, D-20, D-30 թնդանոթ հաուբիցներ, Gvazdika ինքնագնաց հրետանային կայանքներ, Grad համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, չեխական Dana մոբիլ հրետանային կայանքներ, TOS համազարգային կրակի ծանր հրետանային համակարգեր, Smerch համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, վարձկաններից կազմված հետևակ, շատ հետևակ։ Ու այսքանից հետո 9-րդ պաշտպանականը ոչնչացնում է հակառակորդի 83 տեխնիկա։ Այո, հենց հիմա միասին հաշվելու ենք այդ 83-ները։ Տաս 20 30 40 50 60 70 80, 81, 82, 83, 83-րդն էլ գրավված թշնամու տանկ է։ Կրկնում եմ, ուժերի հարաբերակցությունը եղել է 5-1-ի, սակայն ջրականի 9-րդ պաշտպանական շրջանը կենացմահու պայքար է տվել, չնայած հակառակորդի օդի գերակայությանը։ Դե հիմա ինքներդ ազնվորեն պատասխանեք ձեզ։ Դուք սա եք համարում պարտություն։ Հետո չասեք, ես չեմ ասել։ Եվ վերջում, Նիկոլ Փաշինյան, չգիտեմ ով կլռի, ով չի լռի, ես այ հայտարարում եմ, որպես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, իմ անունից Արտուր Ֆարմանյանի եւ իմ ընկերների անունից, մենք չենք հանդուրժի, մենք չենք հազնի Տիգրանաշենը։ Մեր կյանքի գնով մենք պահելու ենք մեր հողերը։ Դրա համար չեն մեռել նժդեականները, դրա համար չեն մեռել անդրանիկականները, դրա համար չի մեռել հայ մարդը եւ մեր պապերը։ Սիրելի բարեկամներ, ներողություն եւ վերջում կոմունիստական ռուբրիկա, թե դավաճանությունը ինչպիսի բան է, ինչ են ասում Բորիս Ելցինը եւ ինչ է արել։ Խնդրեմ կոմունիստական ռուբրիկա։ Как лучший сыщик Москвы написал самую известную карабахскую песню. Днем Алексей Акимян ловил преступников, а ночью писал музыку и сочинял стихи. Окончив высшую школу МВД СССР, старший лейтенант сам попросил о том, чтобы его отправили в самое запущенное отделение милиции Московской области. Уже через год его коллектив стал одним из лучших. А вскоре оперативники вместе со своим начальником Акимяном попали на полосы газет. Раскрываемость преступлений в отделении достигла 100% отметки. Неудивительно, что уже через 6 лет он возглавил уголовный розыск всей Московской области. Генерал милиции, композитор родился в Баку. Едва
ему исполнилось 3 года, отец оставил их с матерью. Корни Акимяна по материнской линии из Ленинакана, а отец был родом из Шуши. В связи с обидой на отца он долгое время не придавал значения своему карабахскому происхождению. К истокам композитор возвращался постепенно. Судьба то и дело сводила его с выдающимися карабахцами, которые в итоге сыграли ключевую роль в вопросе его самоидентификации. Одним из них, по свидетельству сына Михаила, был известный армянский поэт Ашот Гараши. Помимо него определенную роль сыграл и маршал Баграмян. Позже у полководца Акимян знакомится со многими московскими карабахцами, известными врачами, академиками, военачальниками. Именно они повлияли на его решение посетить историческую родину. Осуществить мечту и увидеть родину предков композитору удалось в 1981 году, за год до смерти. Творческая экспедиция длилась 3 недели. Выступления проходили по нескольку раз в день. За это время Алексей Акимян побывал в Шуши, Степанакерте, Мартуни, Гадруте, Мартакерте и многих других городах и селах Нагорного Карабаха. По словам сына, он вернулся в Москву уставшим, но невероятно счастливым. Тогда же Акимян написал 6 новых песен, среди которых «Карабахцы». Мог ли предположить композитор, что написанная им песня во время Карабахской войны будет подхвачена народом и станет гимном воинов, сражавшихся за независимость своей земли? Держите народ бедным и занятым. У истощенных тел не остается сил на бунт. Голодный мужчина мечтает лишь о хлебе, а не о свержении принцев. Изможденный рабочий жаждет сна, а не справедливости. Дайте им ровно столько, чтобы выжить. Никогда. Достаточно, чтобы процветать. И они останутся покорными, благодарными за крохи. Процветание – яд для власти. Сытые становятся праздными. Праздность рождает вопросы. Безопасность поощряет требования. Досуг выковывает заговоры. Удобные граждане скоро спросят, за что они сражаются, и откажутся сражаться. Маккиавелли понимал, отчаяние обеспечивает покорность, а изобилие пробуждает неповиновение. Голодные подчиняются, сытые организуются. Держите их на лезвии ножа, усталыми, голодными, занятыми. Так они останутся управляемыми. Дайте им передышку, и вы выкуете собственный приговор. Мы видим будущее нашей страны, будущее нашего края. И коммунисты, все трудящиеся Свердловской области, заверяют делегатов съезда, Ленинский Центральный комитет, лично Леонида Ильича Брежнева, что за это грандиозное и прекрасное будущее они будут бороться со всей революционной страстностью и некваликабимой преданностью делу коммунистической партии. Благослови Америку. Борис Николаевич Ельцин был всем нам примером. Случай мы разбираем необычный, но не такой уж уникальный. Такие вот Полиповы, паразитируя на наших идеях, на наших принципах, наносят удар в самое сердце партии. Нет ничего опаснее для партии, как дискредитация звания коммуниста. Самого высокого, самого чистого звания на земле. Все те, кто причастен к развалу нашей великой советской родины, будьте вы навечно прокляты, а ваши имена стерты со страниц истории. Это называется тоска по утраченному. В моем паспорте написано место рождения СССР. Где это? Я уже не знаю, я бомж вселенского масштаба. В СССР я был человеком и был счастлив без всяких ограничений. Вы скажете, что был дефицит, не пускали за границу. И что? Սիրելի հայ ազգ,
Կներեք, այսօր չի լինի երաժշտություն, քանի որ երաժշտական տրամադրություն չկա, բայց երաժշտության տեղը մեկ անգամ եւս կդնեմ այս երկու նկարը։ Մայր հայրենիքն է կանչում։ Խորացեք բառերի մեջ եւ դուք կհասկանաք իմաստը։ Հայրենիքին այսօր մենք պետք ենք։ Մենք ենք պետք հայրենիքին։ Առանց հայրենիք մարդ արարածը ոչինչ է։ Հայ մարդ, հիշիր, մի լսեք այս կեղտոտներին, դավաճաններին, փողի մեռած ամբարոյականներին։ Ուրեմն միասին խորը մտածում ենք, խորը ըմբռնում ենք, հետևում ենք իրադարձությանը, մեկ անգամ եւս կոչ եմ անում իրական ընդդիմությանը։ Եկեք, հանդիպենք, խոսենք, տեսնենք ինչ ենք անում։ Արտուր Ֆարմանյանը, լինելով յառի հայկական կոմունիստ, դնում է կողքի իրեն սոցիալիստական գաղափարախոսությունը, պատրաստ է միանալ ազգային գաղափարախոսությանը։ Սպասում եմ ընդդիմություն։ Ուրեմն միասին սիրելի հայրենակիցներ, ասում ենք, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական հողերը, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե հայոց առաքելական եկեղեցին եւ չենք մոռանում Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, կեցցե Մասիս լեռս, կեցցե Սևանա լիճս։ Հույսով եմ կհանդիպենք սիրելի բարեկամներ, կներեք ավելնորդ էմոցիաներից համար, որքանով կարող եք տարածեք այս տեսանյութը, որպեսզի մեր հայրենակիցները իմանան ինչ է կատարվում իրականում Հայաստանից Հանրապետությունում, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։